Նիկոլ Փաշինյանը մայր աթոռի դեմ սկսած իր արշավը փորձում է պատճառաբանել նրանով, որ եկեղեցին դուրս է եկել պետության դեմ։ Զանազան իշխանական, մերձիշխանական, քաղաքական, փորձագիտական, քաղաքացիական շրջանակներ ներկայացնում են պատկերը հենց այս տրամաբանությամբ, սակայն երբ բանը հասնում է փաստարկներին, ապա դրանք մեղմ ասած սկսում են կաղալ, ինչպես օրինակ հայտնի թուղթը, որ փորձ էր արվում ներկայացնել որպես ԱԱԾ-ից տրված փաստաթուղթ։ Միևնույն ժամանակ, երբ փորձում ենք այս տրամաբանությունը ենթարկել քննության, գալիս ենք կարծես թե լիովին հակառակ մի պատկերի։ Այս իմաստով ես ուզում եմ հիշեցնել 2024 թվականի սեպտեմբերը, երբ պետք է տեղի ունենար նորոգումից հետո բացվող Մայր տաճարի վերահսկման արարողություն։ Նույն այն եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը, հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը, որին այսօր պաշտոնական Երևանը մեղադրում է իբրև թե պետության դեմ դուրս գալու համար, պաշտոնական հրավեր հղեց Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որպեսզի նրանք մասնակցեն Մայր տաճարի վերահսկման արարողությանը։ Հիշեցնեմ, դա 2024 թվականի սեպտեմբերին էր։ Ավելին, այս հրավերի համար կառավարության շատ ընդդիմախոսներ նախատում էին Մայր աթոռին, թե ինչու է եղել այդ հրավերը, հաշվի առնելով այն քաղաքականությունը և դրա ծանր հետևանքները, որ եղել են այս կառավարության գործունեության ժամանակահատվածում և որոնք նաև մեծ կորուստներ են ենթադրել օրինակ մշակութային ժառանգության, եկեղեցական ժառանգության տեսանկյունից, ես նկատի ունեմ Արցախը, ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված կրոնական մշակութային ժառանգությունը, որը ենթարկվում է պաշտոնական մակարդակով վանդալիզմի և այս առնչությամբ փաստացի չկա ոչ մի ձայն հենց պաշտոնական Երևանից։ Սեպտեմբերին հղվեց այդ հրավերը և կրկնեմ, նույնիսկ այս առնչությամբ հնչեցին դժգոհություններ, անգամ նախատինք Մայր աթոռի հասցեին, թե ինչու է հրավեր հղվում կառավարությանը։ Ինքս թե այն ժամանակ, թե առ այսօր կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր և դրանով հենց հայ առաքելական եկեղեցին Մայր աթոռը ցույց տվեց, որ եկեղեցին գիտակցում է պետականության նշանակությունն ու արժեքը անգամ այն ծանր քաղաքական հետևանքների պարագայում, որ ունեցել է այս կառավարության գործունեությունը։ Այդ հրավերը ցույց տվեց, որ եկեղեցին այդուհանդերձ հիանալի պատկերացնում է այն փոխադարձության, ինստիտուցիոնալ հաղորդակցության անհրաժեշտությունը, որ անկախ տարակարծություններից և գուցե էապես տարբեր մոտեցումներից անհրաժեշտ է թե հայկական պետականությանը, թե հայ առաքելական եկեղեցուն։ Եվ այս տեսանկյունից նաև դրական գնահատեցի, որ պաշտոնական Երևանը չարհամարհեց այդ հրավերը, ընդունեց այն և մասնակցեց Մայր տաճարի վերահսկման այդ արարողությանը։ Եվ կրկնեմ, սա այն դեպքում, որ խոսքը նույն ղեկավարության մասին է, հայ առաքելական եկեղեցու նույն ղեկավարության, նույն կաթողիկոսի, որի գլխավորությամբ տեղի էր ունենում վերահսկման արարողությունը, և այն նույն իշխանության, որը ընդամենը մի քանի ամիս անց սկսեց հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը մեղադրել իբրև թե պետության դեմ դուրս գալու համար։ Այդ ամիսների ընթացքում գործնականում չի եղել որևէ այնպիսի մի քայլ, որը կարող էր թույլ տալ իրավիճակի գնահատման այսպիսի էական փոփոխություն։ Հետևաբար առաջանում է հարց, թե որն է այդ ամենի հիմքը, որն է հիմքը այն պնդումների, թե եկեղեցին դուրս է եկել պետության դեմ։ Կրկնեմ, Հայաստանի ներքին կյանքում գործնականում չի եղել այնպիսի մի իրադարձություն կամ փոփոխություն, որը թույլ կտար հիմնավոր դիտարկել այդպիսի գնահատականը։ Չափազանց միամիտ կլինի մտածել, թե Նիկոլ Փաշինյանն այս ամիսներին ստացել է հատուկ ծառայություններից այնպիսի տեղեկություններ, որոնք նոր գնահատման հիմք են դարձել։ Դա կլինի միամիտ, որովհետև այն տեղեկությունները, որ կարող էին լինել այսօր, դրանք անկասկած կարող էին լինել և եղել են, եթե եղել են, նաև 2024 թվականի սեպտեմբերին։ Հետևաբար դիտարկել, թե այս մասով է ինչ-որ բան փոխել, ես կարծում եմ միամիտ է։ Մյուս կողմից, սակայն, ես կարծում եմ տեղի ունեցել է առանցքային մի փոփոխություն, որը սակայն Հայաստանի սահմաններից, Հայաստանի ներքին կյանքից դուրս է,
և վերաբերում է թերևս համաշխարհային կյանքին։ Ես առիթ ունեցել եմ նաև շատ անգամներ ներկայացնելու տեսակետս, որ հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները պայմանավորված են ոչ միայն ներքին մոտիվներով, որ ունի Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանման տեսանկյունից, այլ նաև արտաքին տիրույթում ծավալվող շրջադարձային զարգացումներով, կապված ընդհանրապես համաշխարհային մեծ վերափոխումների հետ, որտեղ առկա միտումները կամ հանգամանքները Նիկոլ Փաշինյանը մի կողմից փորձում է օգտագործել նաև իր ներքին նպատակները սպասարկելու համար, իսկ մյուս կողմից իհարկե ինքն է փորձում այդ քաղաքական աջակցությունը ստանալու համար տեղավորվել այդ միտումների և տրամաբանության շրջանակում։ Եվ այստեղ առանցքային հանգամանքը, որ կարծում եմ ենթարկվել է փոփոխության 2024-ի սեպտեմբերի իրավիճակի համեմատությամբ, դա հենց նույն 2024-ի նոյեմբերին տեղի ունեցած մի իրադարձություն է, որը վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը։ Նոյեմբերի 5-ին նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ինչը կարծում եմ պաշտոնական Երևանի համար այդուհանդերձ որոշակի անսպասելի զարգացում էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանի արտաքին պատկերացումները, գնահատումները, սպասումները ձևավորելու հարցում էական դեր ունեցող քաղաքական, քաղաքագիտական, այսպես ասած փորձագիտական, քաղաքացիական ամենատարբեր հայաստանյան շրջանակներ ոչ միայն հնարավոր չէին համարում Թրամփի ընտրության բարձր հավանականություն, այլ գործնականում բացառում էին, որ Թրամփը կարող է հաղթել դեմոկրատական վարչակազմին և Միացյալ Նահանգներում կարող է հաստատվել նոր վարչակազմ։ Եվ այդ ընտրությունից հետո, երբ տեղի ունեցավ ըստ իս պաշտոնական Երևանի համար որոշակիորեն անսպասելին, բնականաբար առաջացավ հարց, թե ինչպես այդ պարագայում հարաբերություն հաստատել և փորձել սերտ հաղորդակցության մեջ լինել Թրամփի վարչակազմի հետ, որովհետև այդ վարչակազմի դերը այդուհանդերձ շատ մեծ էր լինելու միջազգային հարաբերություններում, այդ թվում նաև պաշտոնական Երևանի համար զգայուն հարցերում, որոնք էական շահկապվածություն ունեն նաև Հայաստանում իշխանության պահպանման այն խնդրի հետ, որ հետապնդում է Նիկոլ Փաշինյանը առաջիկա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ։ Եվ այստեղ ուզում եմ հիշեցնել, թե ինչ ճանապարհով Նիկոլ Փաշինյանը փորձեց գտնել Թրամփի վարչակազմի հետ այդ հաղորդակցությունը։ Երբ Թրամփը ընտրվեց նախագահ, շատերը մատնացույց էին անում, որ Թրամփի նոր թիմը ունենալու է կրոնական բաղադրիչի հանդեպ շատ մեծ հակվածություն, շատ մեծ դեր է տալու կրոնական դավանական բաղադրիչին քաղաքականության մեջ, և սա նշանակում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ Հայաստանում շարունակի իր որոշակիորեն, այսպես ասենք, սառը վերաբերմունքը եկեղեցու հանդեպ, ինչի նշաններ իհարկե կային դեռևս հենց այն ժամանակ, երբ օրինակ լինում էր այդ նույն հրավերը Մայր տաճարի վերահսկման առնչությամբ, ապա այդ դեպքում խնդիրներ կունենա Թրամփի վարչակազմի հետ։ Ինքս համարել եմ, որ այդպիսի գնահատականը կարող է լինել որոշակի թյուրընկալում, որովհետև համոզված եմ, որ Թրամփին բացարձակապես չի հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանը ինչպիսի հարաբերության հետ է հայ առաքելական եկեղեցու հետ, և ոչ էլ Թրամփի վարչակազմին, այդ վարչակազմի, այսպես ասենք, կրոնական բաղադրիչը առավել մեծ նշանակությամբ դիտարկող շրջանակներին։ Եվ հակառակը, ինչ է նշանակում այդ կրոնական բաղադրիչը, դավանական հարցերին մեծ նշանակություն տալը։ Դա իրենից ենթադրում է նաև քաղաքական հակվածություն, առավելագույնս մեծ ազդեցություն ձեռք բերել նաև այդ տիրույթում, երբ մենք խոսում ենք համաշխարհային ազդեցության համար պայքարի այս մեծ շրջափուլի մասին։ Եվ բնականաբար ազդեցություն նաև այնպիսի խորքային և ընդգրկուն ինքնության ու պատմադավանական հետագծի տեր եկեղեցու նկատմամբ, ինչպիսին հայ առաքելական եկեղեցին է։ Որովհետև երբ մենք խոսում ենք կրոն, քրիստոնեություն, քրիստոնեական աշխարհ եւ այլն, այստեղ հասկանում ենք բնականաբար ինչ-որ ընդհանուր արժեքային գաղափարական դաշտ, բայց նաև չպետք է մոռանալ, որ այս ամենը այդուհանդերձ ինստիտուցիոնալացված է տարբեր կրոնական, մեծ, փոքր, տարբեր բնույթի կազմակերպություններում պատմական հնությամբ, ավելի երիտասարդ եւ այլն, եւ այստեղ, ինչպես ցանկացած այլ կենսագործունեության բնագավառում, ծավալվում է գործնականում նաև մրցակցություն հենց այդ նույն ազդեցության համար պայքարի տրամաբանության մեջ։ Այս իմաստով դավանաքաղաքականությունը համաշխարհային քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկն է եղել միշտ, եւ եթե
ԱՄՆ վարչակազմը մեծ նշանակություն է տալիս այս բաղադրիչին, ապա դա նշանակում է, որ ընդամենը այդ բաղադրիչը պետք է ներառվեր ամերիկյան քաղաքականության արեալ և նշանակություն ստանար ըստ այդմ։ Ահա այս համատեքստում, թերևս այս ամենը լավ պատկերացնելով, Նիկոլ Փաշինյանը հենց այս ուղղությամբ կարծես թե գնաց նոր վարչակազմի հետ հարաբերության սերտացման գործողությունների և քայլերի, և փետրվարին, հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը այց կատարեց Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակցում էր հենց կրոնական, դավանական ընդգծվածությամբ երկու միջոցառման՝ կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողով, այդ ալյանսի նախաձեռնող հենց Թրամփն էր իր նախորդ նախագահության շրջանում, և նաև ազգային աղոթքի նախաճաշ, ինչպես նաև հիշեցնեմ, տեղի ունեցավ հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի հետ, այդ հանդիպումից այդ հայտնի աղմուկ հանած լուսանկարով, ընդամենը աշխատանքային սեղանի առաջ, որից նույնիսկ զլացել էին հեռացնել անձեռոցիկի տուփը։ Իսկ Ջեյ Դի Վենսը Միացյալ Նահանգների նոր վարչակազմում հենց այն առանցքային գործիչներից մեկն է, որը հենց աչքի է ընկնում կրոնի հանդեպ, դավանանքի հանդեպ ընդգծված վերաբերմունքով, ուշադրությամբ։ Եվ այս ամենի համատեքստում փորձ արվեց կառուցել հենց պաշտոնական Երևանի հարաբերությունը Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ, այն ակնկալիքով, որ այդ հարաբերությունը բնականաբար պետք է միտված լիներ ուժեղացնել Հայաստանի իշխանության դիրքը իշխանությունը պահպանելու համար առաջիկա սպասվող պրոցեսներում։ Բնական է, որ այդ ակնկալիքները կարող էին արդարանալ, եթե Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին արդարացներ այն ակնկալիքները, որ կարող էին ունենալ տվյալ ավելի լայն շահառու շրջանակները իրենց բնականաբար շատ ավելի լայն միջազգային օրակարգով, նպատակներով և այլն։ Եվ բնական է, որ այդ շարքում, ինչպես նշեցի, մեծ հավանականությամբ կարող էր լինել նաև հայ առաքելական եկեղեցու տիրույթը, այդ տիրույթում ևս որոշակի այսպես ազդեցություն ձևավորելու նկատառումով։ Սա ամենևին ինչ-որ կոնսպիրոլոգիայի մասին չէ, սա համաշխարհային քաղաքականության մասին է, կրկնեմ, որտեղ դավանաքաղաքական այս բաղադրիչը մշտապես եղել է համաշխարհային ազդեցության համար պայքարի, գործնականում անընդհատ շարունակվող մրցակցության առանցքային ուղղություններից մեկը։ Այստեղ որևէ կոնսպիրոլոգիական բան չկա, սա պարզապես, կրկնեմ, պատմությունն է, որը անգամ հպանցիկ ուսումնասիրելու դեպքում մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ պրոցեսներ են շարունակվում, հատկապես համաշխարհային վերաձևումների այս մեծ փուլում։ Այդ վերաձևումները չեն կարող չվերաբերել նաև համաշխարհային դավանաքաղաքական քարտեզին և ազդեցության գոտիներին։ Եվ այս իմաստով է, որ, կրկնեմ, ըստ իս, առանցքային փոփոխությունը, որ տեղի ունեցավ 2024-ի սեպտեմբերից հետո, կարող ենք դիտարկել, որպես այդպիսին, կարող ենք դիտարկել հենց Միացյալ Նահանգներում նախագահի փոփոխությունը, որը պարզապես վարչակազմի փոփոխություն չէր, այն գաղափարական և արժեքային խորքային մի փոփոխություն էր, ընդ որում ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ընդհանրապես Եվրաատլանտյան տիրույթում, Եվրաատլանտյան համակարգում։ Եվ հետագա զարգացումները, թե նշածս դավանաքաղաքական ուղղությամբ, թե նաև քաղաքական, քաղաքակրթական ուղղությամբ ցույց են տալիս հենց այդ ամենը։ Մենք տեսնում ենք, որ նախագահ Թրամփի գլխավոր քաղաքական հակառակորդները հենց Եվրաատլանտյան միջավայրում մյուս պատկերացումների կրող կամ այսպես ասենք, պայմանական ասենք, ուլտրալիբերալ պատկերացումների, գլոբալիստական պատկերացումների կրող բևեռներն են, բևեռը, որն այսօր հիմնականում կենտրոնացված է հենց եվրոպական թևում, հաշվի առնելով Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխությունը այդ իմաստով։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել, որ հայ առաքելական եկեղեցու դեմ 2025-ի մայիսից մեկնարկած ակտիվ արշավի օրերին, գրեթե նույն օրերին, Հայաստանում էին Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալը մարդու իրավունքների հարցերի գծով և նույն կրոնական ազատությունների ալյանսի համանախագահը, որը հանդիպում է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, և ինչն է հատկանշական, այդ երկու պաշտոնյաները միմյանցից առանձին լինելով Հայաստանում, խոսում էին մի թեմայի, մի խնդրի մասին, համենայն դեպս դատելով մամուլի հաղորդագրություններից, որի մասին կարծես թե խոսելու որևէ պատճառ, որևէ տեսանելի պատճառ կամ տեսանելի
անհրաժեշտություն չի եղել, խոսքը Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության խնդրի մասին է։ Հայաստանում այդ երբ է եղել կրոնական ազատությունների պաշտպանության խնդիր։ Ավելին, մենք տեսնում ենք, որ հենց հիմա կա կրոնական ազատության պաշտպանության խնդիր հենց հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ ընդհուպ պաշտոնական մակարդակով ոտնահարվում է հայ առաքելական եկեղեցու գործունեության ազատությունը իր գործունեության կարգի իմաստով։ Այստեղ շատ է խոսվում նաև Ադրբեջանի մասին, որ Ադրբեջանն է դնում պահանջները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ շատ է հիշատակվում հայտնի Փաշազադեի հանգամանքը եւ երբ դիտարկում ենք իսկապես այս process-ը, այս արշավը, ապա տեսնում ենք ժամանակագրական առումով ինչ որ զուգորդվող իրադարձություններ, Փաշազադեի առաջին պլան գալը, հետո Երևանում ինչ որ գործողություններ։ Այդուհանդերձ ես կարծում եմ, որ Ադրբեջանն այստեղ ավելի շուտ գործիք է վերը նշածս շատ ավելի լայն շրջանակների համար, քան անմիջական պատճառ կամ այս process-ները թելադրող։ Ադրբեջանը դիտարկվում է որպես գործիք, որով հնարավոր է Հայաստանում այո խթանել անհրաժեշտ process-ներ եւ օգտագործելով այս թվում նաեւ խաղաղության գործընթացի հանգամանքը, այն իմաստով, որ նույն պաշտոնական Երևանի համար սա կարևոր հանգամանք է հենց դարձյալ իշխանությունը պահպանելու այդ նախընտրական կարիքների տեսանկյունից, որովհետև եթե չկա խաղաղության այս ամենը, այդ փաստաթղթավորում ասվածը, որը մենք դարձյալ տեսնում ենք, որ ընդհանրապես թղթավորում է եւ ոչ թե փաստաթղթավորում, ապա Երևանը նախընտրական կառավարության իմաստով հանրության առաջ իր էլեկտորատի համար առաջ մնում է դատարկաձեռ։ Եվ սա եւս կարևոր հանգամանք է օգտագործելու համար անհրաժեշտ ավելի լայն խնդիրներ լուծելու, ավելի լայն անհրաժեշտություն ունեցող process-ներ խթանելու համար։ Ադրբեջանն էլ իրեն բնորոշ հմտությամբ այս հարցում մենք թերևս պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը մշտապես բավականին օպերատիվ է եւ բավականին դիպուկ, փորձում է տեղավորվել ավելի լայն պահանջարկ վայելող process-ների մեջ եւ քաղել իրենը, հետապնդել իրեն անհրաժեշտը։ Ադրբեջանի դերը ըստ իս այս ամենում առավելապես հենց այս տրամաբանության շրջանակում է։ Եվ կրկնեմ, այս հանգամանքները բացարձակապես ինչ որ չար եւ մութ ուժերի մասին չեն, որոնք համաշխարհային ազդեցության համար ինչ որ process-ներ են խթանում Հայաստանում եւ այլն։ Բացարձակապես սա քաղաքականության մասին է, քաղաքականության իր անընդհատության մեջ եւ ազդեցության համար, համաշխարհային ազդեցության համար պայքարի այդ անընդհատ գործնականում հավերժական process-ի իմաստով։ Սա քաղաքականության մասին է եւ այն մասին, թե այդ քաղաքականության մեջ ինչ դերում են հայտնվում պետությունները եւ այդ պետությունները կառավարող ուժերը, երբ ծանր կորուստներից, պարտությունից հետո իշխանության պահպանման միակ բանաձև դիտարկում եւ տեսնում են ներհասարակական բևեռացվածության, ներհասարակական հակադրությունների բաժանարար գծերի խորացումը եւ սրացումը եւ դրա վրա նաեւ քարոզչական նենգափոխումների, արժեքների եւ հասկացությունների նենգափոխման լայնամասշտաբ արշավի կառուցումը։ Այդ պարագայում տվյալ պետությունների կառավարման ղեկը ստանձնած իշխանությունները հայտնվում են այս միջազգային process-ների փաստացի, այսպես քամուն տրված կամ հողմերին տրված օբյեկտի կարգավիճակում, չունենալով բացարձակապես որևէ սուբյեկտություն։ Հարց կառաջանա իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը չէր գնա այս արշավին, եթե օրինակ տեղի չունենային այն գլոբալ փոփոխությունները, որ մատնանշեցի իմ խոսքում։ Մեծ հաշվով կարծում եմ սա նույնիսկ էական հարցը չէ, որովհետև այսօր իրավիճակը այնպիսին է եւ Հայաստանում իշխանության պահպանման բանաձևի կառուցվածքը այնպիսին է, ինչի մասին մատնանշեցի, որ այլևս բացարձակապես նշանակություն չունի, թե ինչ է ցանկանում կամ չի ցանկանում այդ իշխանությունը։ Այդ իշխանության պահպանման բանաձևի կառուցվածքը այնպիսին է, ընդ որում անայլընտրանք դարձած բանաձևի, այդ իշխանության համար անայլընտրանք դարձած բանաձևի կառուցվածքը եւ տրամաբանությունը այնպիսին է, որ բացարձակապես էական չէ, թե ինչ է ցանկանում այդ իշխանությունը, այլ էական եւ վճռորոշ է դարձել այն, թե ինչ են ցանկանում Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանին առնչվող հայկականությանը, հայությանը առնչվող
որևէ հարցի հանդեպ շահառու արտաքին, մեծ, փոքր կամ միջին տրամաչափի դերակատարները։ Եվ սա է, որ առավելագույն վտանգավոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։